Բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր դեկտեմբերի 25-ն է եւ ձեզ հետ միասին ձեր խնդիրներով, հարցերով, բողոքներով եւ գանգատներով եթերում է հանրային ձայնը։ Ինչպես գիտեք, հանրային ձայնի մշտական անդամներին դուք արդեն 5 տարի է ճանաչում եք, իհարկե նրանք փոխվում են մեկ ընդմերթ, հայերեն խոսանել ենք արդեն սկսեցեք մեջ ելնել, կապված նշանակումներով, բայց տևական ժամանակ է մենք արդեն հեռարձակվում ենք նույն սաստավով, կամ ինչպես ասում են, նույն կազմով եւ աշխատակազմով, պրոստը կոչումներն են բացրացել։ Գեներալ-լեյտենանտ պարոն Աբազյան, գեներալ-մայոր Անդոյ, մալչիկ по имени Սասոն, այսօր ներկա է նաև Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազ, ինչպես նաև գլխավոր դատախազի տեղակալ ընկեր Տհաճ Մարդ, Վայե Ղազարյան, արդեն հայոյանք տալես մարդկանց հասցեին, որ ասում կայուն իմունիտետ, Մարդկային վիժվածք բոզի տղեկի հավաքածու քննչական կոմիտեից Արգիշ Քյարամյան եւ Ազատուհի։ Եվ իհարկե մեր հաղորդաշարի աշխատակազմը это քրիստիկ եւ это ռուզիկ։ Աղջի, էս ինչ շլապա է ռուզիկ։ Բամբուլով։ Ես միշտ հիացել եմ քո ճաշակով, միշտ Գարոշկեքով շորա հակե, բմբուլով էլ գլխակա դերը, բմբուլ են գարոշկով շորերի գույնը լրիվ համահունչ։ Ժաննա Ձյուբարի, այդ կինոն լրիվ քո մասին է։ Այդտենց գնա դուրը բաց, ներս կանչենք այսօրվա մեր հյուրերին։ Ներս ենք հրավիրում, այսօր մի տեսակ հետաքրքիր բացահայտումներով լի հաղորդում է սպասվում։ Մխիթար Հայրապետյան, նախկին Սփյուռքի նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյան, ԿՊ-ից, հերթով իջնենք, լրագրող Վիտալի Գրիգորյան, ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյան, Մարտունու քաղաքապետ Հովանես Հովեյան, ինչպես նաև Գեղահովիտի մանկապարտեզի տնօրեն Ծաղիկ Սարգսյան, Թեհրան Նավիկյան, Արսեն Թորոսյան, Թեհրան Նավիկյանը վնասկաբանության և օրթոպեդիայի կենտրոնի տնօրեն, Կետերինբուրգ օբյեկտի տնօրեն Միխայել Վալենսկի, I am sorry, անցեք, Զվարթնոց օդանավակայան, Так, Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակից Անդրանիկ Սեդոյան, հիմա տեղափոխվել է Երևան նախագիծ, Երևանի քաղաքապետարանից Լևոն Առաքելյան, այդ քախ շինը ինչ խռը գլող այդ հիմնարկը, Երևանի քաղաքապետ Սիսի Բոզիտաղուն, Անցի, վարակ, Անդրանիկ Թևանյան, Իա նանե սոսե նանե ալկաշով, անցեք երկու փնթի գյոթերով, Մասիսի տարածաշրջան գյուղ Դորաբաս նախկին գյուղապետ Գալուստ Գալսյան, մեկ հանրապետական, մեկ քպական, անցի բոզի տղավ, Շնգավիթի թաղապետ Ռազ, Արգիշտը ստեղա, Շունիքի մարզպետ
Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտի քննիչ Թաթոյան ներողություն Արմեն Մելիքբեկյան ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ արդեն ընտրված եւ Տաշիր Սամո Так Առողջապահության նախարար Սևուկ Ուլիկ Պորնիկ Բալիկ Сейчас семья в сборе խնդրում եմ նստեք Աղջանցի նստի Սկսենք բան հաճելի նորություններից նոր հետո անցնենք մնացած պորնո ինդուստրիային ուր աստեղ բան կա մի հատ Նախ ես ուզում եմ մինչ բանը սկսելը հաղորդումը ուզում եմ շնորհավորեմ Առաջին միջազգային մրցաշարը Շունիկի մարզում որտեղ բան եղավ այդ երեխաները գնացել էին մրցումների Սարգիս Մելքումյանի անվան դեկտեմբերի 23-ին այդ միջոցառումը անցավ շատ լավ Այդ Շունիկի Դավիթ Բեկ գյուղի երեխաները ցույց տվեցին բավականին լավ ցուցանիշներ Վահե Գրիգորյան, Արման Հովանիսյան, Սերո Հովանեսյան, Արթուր Անդրեասյան եւ Ռոբերտ Սարգսյան Արցախից Ես ուզում եմ շնորհավորել մեր բոլոր տղաներին այդ պատանի են դեռահաս են իրենց փալոն բանի համար հաղթանակների համար մալադեց որ ասում не подвели Заодно ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Ղափանի քաղաքապետին մալադեց Արծվանիքի գյուղապետին Անուշավան, Դավիթ Բեկի գյուղապետ Բենիկին, Դավիթ Բեկի դպրոցի տնօրեն Բալայանին եւ գլխավոր կազմակերպչին Տիկին Մնացականյանին։ Իսկ այդ հրաշք մրցաշարը սահմանամերձ դպրոցի երեխաների համար կազմակերպել էր Կարեն Հապոյան, ներողություն, նույն ինքը Մաքսիմ Պրոխորով Բայց այդտեղ կա հետաքրքիր մի հատ բան Փաստորեն Մաքսիմ Պրոխորով նույն ինքը ընկեր Կարենը դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով որ ազգությամբ հայ է բայց մեծացել է Ռուսաստանի Դաշնությունում Եվ չգիտես ինչի Հայաստանի Հանրապետության իշխանությունները մերժում են Ուրեմն տվյալ անձը 44 օրյա պատերազմի ժամանակ Այդ ունեցել է կոնֆլիկտ Ռուսաստանում ինչ-որ ադրբեջանցու է ծեծել եւ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է ռոզիսկ հիմա այս տվյալ անձը տակնվում է Հայաստանի Հանրապետությունում 44 օրյա պատերազմի ժամանակ մեր հայրենակիցը 200,000 եվրոյի օգնություն է տրամադրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, որի հետ կապված ունի շնորհակալական նամակ, ինչ են ասում, պատվոգիր ուսուցչուհուց Սուրեն Պապիկյանից։ Մանկատան երեխաներին մշտապես տանում է, այսպես ասած, զվարճանքի վայրեր։ Զարգացնում է սպորտը Հայաստանում ահանմանատիպ միջոցառումներով։ Մայիսի 9 կլինի հունվարի 28 կլինի այդ հայնական մեծ պատերազմի մասնակիցներ, չգիտեմ, թոշակառուտատիներ, պապիներ, հյուրասիրություն եւ այլն տանում կազմակերպում է։ Եվ այս ամենի հետ մեկտեղ ասում են դուք չեք կարող դառնալ Հայաստանի քաղաքացի, որովհետեւ դուք ունեք ձեր վրա քերական գործ հարուցված Ռուսաստանի Դաշնությունում։ Փոխարենը Են որ ասում է ֆուրերով այլ պետության քաղաքացիներ, օրինակ Հնդկաստանի, ստանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Եվ ես հիշեցնեմ, որ տվյալ անձը Մաքսիմ Պրոխորովը ենթարկվել էր խոշտանգման Ղափանի ոստիկանության կողմից, տարել էին քննիչների հետ միասին, ծծցրել էին, դադել էին, մմցրել էին Բերդ եւ իշնորիվ Իզարմանս ինձ գլխավոր դատախազ Տիկին Աննայի եւ Սյունիքի մարզային դատախազի այս մարդուն բաց են թողել, բայց ոչ ներողություն են խնդրել, ոչ չգիտեմ, այնտեղ երևի փոխհատուցում պիտի լինի, թե չէ մարդը 6 ամիս նստել է Բերդ, բոզի տղեկի պատճառով, երևի դա արդեն դատական կարգով։ Այս լավ նորության հետ կապված քրիստիկ կոֆե ժողովրդի համար ով ինչ ձևի ուզում է
մեր քրիստիկը այսօր կտա ամերիկանո, կապուչինո, լատե եւ այլն։ Պատվիրեք, ով ինչ ուզում է։ Մենք այսօր բարի ենք։ Հələ որ Ինչևից է, ես զարմացած եմ, պարոն Աբազյան, հրապարակում է սիստեմատիկաբար կադրեր Հայաստան ժամանող մեր բարեկամ հնդիկ ժողովրդի քանակով պայմանավորված։ Ես ոչ մի բան չեմ կարողանում հասկանամ։ Ժողովուրդը բողոքում ասում է աշխատատեղ չկա, բայց եթե աշխատատեղ չկա, այդքան հնդիկ, այդքան պակիստանցի, այդքան չգիտեմ ես իմ այլ ազգ, ուր է գալի։ Եվ ամենահետաքրքիրը այն է, որ գալիս են եւ աշխատատեղ կա։ Մարդիկ ընկած բաղված են այդ բանը մոտոներով սնունդ են ծրում, ավտո են լվում, ես իմ ինչ են անում, ես են անում, են անում, ես եմ ուզում հասկանամ։ Եվ երևի ինչ որ մի բան ձեռնարկել, որպես ես հոսքը կրճատվի։ Մենք են պետությունը չեք, որ ի վիճակի լինենք, այս շապի աշխատանքային միգրանտ բանելու, ընդունելու։ Ես ուղղակի չեմ կարող հասկանամ, մի կողմից հայերը բողոքում են գործ չկա, մի կողմից այրոպորտ նայում ես այդ հնդիկների ծավալը, ընկնավոր եմ ես։ Ասում ես այսքան հնդիկ ում տուն է այդ արգիշներից, ընդյալ տեղ չկա։ Եվ ստեղ ավտոմատ հասկանում ես, որ սա ևս այս իշխանությունների կողմից մշակված պետական ծրագիր է, ոնց հայ ժողովրդին անեն մորմաշ։ Մենք են պետությունը չենք, որ կարողանանք այս տիպի պատոկ ընդունելու, ու ոնց են գալի, ես չեմ կարող հասկանամ։ Իսկ ես մարդիկ որ ազգությամբ հայ է, առասարակ չեն կարող ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Մարդ այդքան բանալ, հա հետո ընդ ադրբեջանցի հատապետ տպելա, քերական գործ կավերն հետո ինչ։ Հետո ինչ։ Նույն փախստականները, որոնք գալի լսում են Միացյալ Նահանգներ, քաղաքական ապաստան են խտրում, էլի վրեքը կա քերական գործ, ապաստանել են տալի, քաղաքացիությունել են տալի, գրին քարտել են տալի։ Դու Ամերիկայից լավ երկիր ես։ Սա ազգային անվտանգության խնդիր է, դա համար եմ քեզին նայում։ Անուղեղ։ Այլոպորտասի միտս ընկավ։ Battery 70%. Connected to Galaxy SQ2 Ultra. Так, аэропорт. Ուրեմն аэропортում կա Կետերին Բուրգ, ինչ-որ sense բանը սննդի օբյեկտ, որի հետ կապված ահազանգում են աշխատակիցները։ Մենք փորձում ենք կապ հաստատել դրա ղեկավարի հետ։ Հիմա եթե մա կստացվի ոչ, ուրեմն վաղը Երևանն է խոսում ծրագրով, իջում ծսում։ Դեկտեմբեր ամսվա, այսինքն տարի են փակում, պիտի դեկտեմբերին ժողովրդի աշխատավարձը տան, դեկտեմբերի 15-ին ասում դուք ձեր փողը կստանաք հունվարի կես։ Ով իզև ուզում է վարվում ամ։ Դատախազություն, մոտդ նշի։
Կամ ես ոնց հասկացա տեղափոխենք վաղն առավոտ Սա մեկ անցանք առաջ Սրանց հետ կապված Ուրեմն Տիկին Աննա Վարդապետյան Մասիս Տարածաշրջան գյուղ Նորաբաց Նախկին գյուղապետ Գալուստ Գալստյան Գալուստ Գալստյանի լուսանկարը մենք տեղադրել ենք մեր Telegram կանալում նստած Սերժի նկարը գլխի վերևը մի քանի բանը ԿՊ-ի գալուց հետո ԿՊ-ի ցուցակով ընտրվում է որպես չգիտեմ գյուղապետեր ուզում դարարիչ խեռը գլող տակնել գրածը ապագա կա այս բոզի տղեն որը 15 տարի շարունակ թալանել է Նորաբաց գյուղը Նորաբացի հողերը չգիտեմ այնտեղ հարակից հողերը կոպեկներով ծախե աղբրտիկի վերեն հարազատների վերեն իա վերեն եւ այլն հիմա ունի ԱԳԼՃԿ Գազի զապրավկա Եվ բանը հարկայինը, որ ասում է լավին լավ, վատին վատ, բրավո, մտել է ԱԳԼՃԿ, որը կոչվում է ջերմակ երամ, եւ հայտնաբերել է բավականին լուրջ հարկային դաշտից խուսափում, այսինքն մարդը չի վճարել հարկերը չարամտորեն եւ турքերը։ Հիմա ԱԳԼՃԿ-ի տնօրեն Հովիկ Ավետիսյանին կալանավորել են 2 ամսով եւ շատ լավ են արել։ Ողջունելի է, բայց ինչն է հետաքրքիր, ինչու կալանավորված չի Գալուստ Գալստյանը, Տիկին Աննա Վարդապետյան, չէ որ Հովիկ Ավետիսյանը, որը որ տևական ժամանակ չարամտորեն խուսափել է հարկերից եւ турքերից, այդ գումարները խոմ չի մցել է հետույքը, ճիշտ է, սրա հետ միասին Գալուստ Գալստյանի հրամանով արե եւ Գալուստ Գալստյանն ասե Բանը հարկերը, турքերը մի վճարի, քիչ վճարի, չգիտեմ, գազը սենց արա, էնի նենց արա։ Սա ամենը տեղել է աշխատացնող, նու կոպիտ ասած ժողովրդի լեզվով։ Հիմա հարց, Հովիկ Ավետիսյանը բան ա եղել, կալանավորվել է, մալադեց, ապրի դատական համակարգը, Գալուստ Գալստյանը չի կալանավորվել։ Ուզում եմ հարցը տամ նաև Արարատի ռեգիոնալ դատախազին, Արարատի հարկայինի քննչականի պետին եւ այդա հասարակ բանը հաճելի նախքին հաճելի մարդուն ներկայիս տհաճմարտ, որը որ նստած է միլիոնների վրան լափմա ու լափմա։ Ինչի՞ չի կալանավորվեց բոզի տղեն։ Եվ եթե Հովիկ Ավետիսյանի կամ այդ գյուղում կան մարդիկ, ովքեր որ ցանկանում են բարձրաձայնել Գալուստ Գալստյանի կերած քաքերը, այդում նաև կոռուպցիոն սխեմաներ եւ այլն կարող են դիմել հանրային ձայն, մենք սիրով կբարձրաձայնենք։ Իսկ ինչ վերաբերում է տհաճմարտ, մոտդ անեմ ես նշում, եւ եթե Գալուստ Գալստյանը չգնաց սրա հետևից, ես քեզ անպայման իջում ծծծում։ Ոսենք Նիկոլիտ Հայֆեն էլի ինչքան նախկին սերժական, ռոբիկական, հանրապետական կա, որ նկարները զարգել են գլխի վերևը, հպարտացել են Սերժ բանով այդ Ազատիչով, այսօր բոլորը համալրել են նիկոլականների շարքը։ Լրիվ ԿՊ-ի հալալ 70%-ը լրիվ նիկոլականի։ Անոնիչը նախկին ինչքան նախկին կա Սիրո հեղափոխություն անամ բոզի տղեն Գարեգին Նժդեհի փողոց ընկեր ռազ Բնակիչները բողոքում են փողոցային տոնական լուսավորությունից, որ այդ փողոցային կախած տոնական լույսերի 60%-ը չի վառում։ Գումարած դրան էլ Telegram կանալում տեղադրված է ներքին Չարբախի ճանապարհի վիճակը։ Մարդ նայում է, մարդ ընկնավորում է։ Վերջի վերջո Շենգավիթ համայնքը երբ է ասֆալտապատելու այդ ներքին Չարբախի ճանապարհը նականեց տո Օրինակ ես չգիտեմ այս տարվա բյուջեի մեջ այդ ճանապարհի հարցը մցրացա թե ոչ Շատերն ասում են գնանք բոյկոտենք Այդ բոյկոտի բյուջեն չհաստատվավ գումար չեղավ Այս Երևանի վիճակը ինչ պիտի լինի
նախորդ տարվա բյուջեն էլ 20 միլիարդ դրամով պակաս է։ Հիմա էլ պիտի ասեն չեկակ բոյկոտիկ, ճամփեքը մնամա սենց։ Դե սիրելի չարբաղցիներ, կամ չգիտեմ ընդեղ երևանցիներ, դուդա, սուդա, բան նարդոս, մարդոս, այդ ցեխերի միջով ոնց ուզում եք, անցեք դարակ։ Մենք հեսա կանադառնանք վաղվա բանի թեմային բոյկոտի, այն նանե սոսեա, սոսենա ուր է այդ ալկագալի չկան, հա, դու վերեն գիտե, դրան խմիշ կանգարց չտաս։ Ալո։ Ասա, չեմ լսում։ Ալո, հա, ասա։ Բարի, լավ։ Хорош, хорош։ Սա ինչ է։ Մյուսը Քանի որ գնաց խոսք սպորտից, միանգամից մենք անդրադառնանք հայերի համար ամենացավոտ թեմային։ Ուրեմն Արմեն Մելիքբեկյանը ընտրվեց Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Մենք ուրեմն արձանագրում ենք այն, որ այս ժողովուրդը ներողություն եմ ուզում խնդրեմ, ժողովրդի մեծամասնությունը այդպես էլ ոչ ուղեղ ունեցա, ոչ ողնաշար։ Ոնց եղավ 2020-21 թվին, այսինքն ընտրեցին Նիկոլ Փաշինյանին, հեղափոխություն եղավ, եկավ էս բոզի տղեն, անցավ 2 տարի, տեսան, որ 2 տարվա մեջ ոչ մարդ դատվա, ոչ բռնին, ոչ չգիտեմ, ազատազրկին, ոչ ենարին, պատերազմ եղավ, պատերազմով էլ սաղ, տվեց, պրծավ, 5000 հոգու տարավ լծեց, եռաբլու, 10,000 հոգու շինեց, հաշվանդամ, հողերը տվեց, սաղ տվեց, կմպցրեց, տրակասրեց, հելավ քալեց, նորից ժողովուրդը գնաց, բջերին գրգած, շնգավիթի բալկոններից ձեռները թափ տալով, Նիկոլ էին գոռում, Նիկոլ, թե աշխարհում միակ դեպքն է, որ պարտված իշխանությունը նորից վերարտադրվեց։ Նույնությամբ, ինչա՞ թե նախկինները չգան։ Այսինքն այդ նախկին կոչված բոզի տղեկին բերին կայնեցին, ասին, տեսեք, սրանք հետ են գալը։ Ժողովուրդը գնաց, նորից այս բոզի տղու ընտրեց, էլի բերին դրին, վաբշե կմփսրեց պրծավ։ Հիմա նույնը ֆուտբոլի ֆեդերացիան։ Մենք տեսանք, որ Արմեն Մելիքբեկյանը շատ վատ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար է։ Նշանակություն չունի։ 20 քանի թիմ արհեստական, ոչ հմ ստեղծված, օրինակ ոնց որ Աչաջուր գյուղում ստեղծված ինչ-որ մի հատ ֆուտբոլի թիմ, Արմեն Մելիքբեկյանի ոչ հայրական գյուղն է, ոչ գիտենք այդ ինչ թիմա, ոչ խաբար ենք դրանից, ոչ вообще այնքան ոչ բանի նման, sense ոչ հմ սնկի նման աճեցրել են, դու դասում, որակ չկա։ Որ հետո իած ընտրեն եւ Արմեն Մելիքբեկյան բոզից տղեն վերարտադրվեց որպես Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ես զգուշացրել էի, որ այն մարդիկ, այն ֆուտբոլի ակումբները, ովքեր որ սրան ընտրելու են, տանով, տեղով ծսնելու են։ Զգուշացրել եմ։ Տաշիր Սամոյի թիմը ֆուտբոլի գնաց, ինչ է, Պողոս Գալստյանի հորդորով, այս բոզի տղու, նորից ընտրին Արմեն Մելիքբեկյանին։ Տաշիր Սամոն դրանով նախ, ինչ արեցիր դու Սամո, դու պատրեցիր քո դիվանագիտական ազնագիրը, որը ես քեզ տվել էի, բայց ես իմ ջենտլմենությունը կպահեմ մինչև դեկտեմբերի 31, հունվարի 1-ից դու այլևս չունես դիվանագիտական ազնագիր, քո խլեշա թաթախը նորից սկսվում է, սա մեկ, երկրորդը, դու հետաքրքրվել ես քո ֆուտբոլիստներին, Вообще պրեմիա վերջ անգամ երբ են տվել։ Դու խաբար ես նույն Պողոս Գալստյանը ու մի հատ էլ մարդ ես ընդ բարեկամ ես դրե, ինչ ես դրե, որ քո ֆինանսական հոսքերը վերահսկեն։ Ոնց են ծսրե։
ու ծծնեմ դոլարնի են տանեմ վրիցդ խաբարես դե մի հատ հələ ստուգել դուր ես ասում եմ չէ մի ընտրեք ես բոզի տողու մենք արդեն տեսանք ես ֆուտբոլասեր հասարակությունը տեսա որ ախպեր ջան այս մարդիկ է թմեն պարտվում են գալում են ո՞ս կարելի է նման ձևով այն ինչ է օզբիլիսեր այն երեքի այն մարդ ուրիշի շանս տվեք դեր մեկ էս մարդը չի կարեմ ոնց որ Նիկոլը սիրտ դեր արեք այն մյուսին դրեք արա էլ եմ նորից ընտրում մի հատ քաչալ բոզի տղա կարան դե հաղորդում էր վարեմ դրանց տեսնեն եւ ես ձեր տուն ու տեղը ծծնելու եմ ոչ մեկ թոչ փորձվի չհամարցակվի այդ կողմ քվյակողներից այդ ֆուտբոլի 20 թմերը որ վաղը մյուսօր տուն ընտանիք բոզե թալ գյոթե թալ աղջիկ նագարկայա տղեն էսա գլգլանել էսանել իշ սաղի տուն ու տեղը հանելու են փրե լվասկի նման դուրսը որ ժողովուրդը տենան ով եք դուք ու ֆուտբոլի ֆեդերացիան վերցնելու են խոշորացուցի տակ միակ մարզաձևն ալնելու որ ես վերցնելու են պատ կոնտրոլ Ինչ փողերա ֆռմանդե ոնց են բանակից բանանում այդ ազատամ ատկատներ որ խաղացակվավ այս ինչ եղավ այն ինչ եղավ որովհետև եթե ֆուտբոլը այն սպորտաձևն է որը ազգի այցեքարտն է եւ մենք տենում ենք որ մեր ազգը այցեքարտ չունի կատեգորիկ չունի սա խայտարակությունն է 11 հոգի նորմալ գնդակ տշող սրանք չեն կարում ճարեն այս 2 միլիոն հայ մեջ 8 միլիոնը դուրսն են Եղե չեղե մի հատ հենդիկ մխիթայրանն ու վերջ են էլ ջուրը կուլտված նամուսով վերջ Եվ նորից ընտրել այս բոզի տղուն ես պոստը չեմ այսի նույն բանն ոսու քաղաքականության մեջ Այդ բոլոր 20 ակումբները ովքեր որ ես հատ ցուցակը պահանջել եմ արդեն ստանալու եմ այդ ակումբի նախագահները իրաց ընտանիքի անդամները երեխեքը մեր հեր քուր աղբեր ինչ խերս են ուտամ լրիվ լինելու է հրապարակային լրիվ իսկ տաշի սամո փողի պակաս ունեիր հա չհարցել պրոդի ես ուզում հասկանալ դու որ նայեմ ես Այս Արմեն Մելիքբեկյանին, այս Պորրիկի վաստակին, դու որ նայեմ ես, օրինակ բան ես, բիզնեսմեն մարդ ես, նկարած խփացավ վեհարանը, Գարեգինի կաբինետի կողը, կնգաթ հետ նկար հետ միասին։ Օրինակ հարցնվել ես, ասել ես, հələ մի հատ բերեք, տենակ մի տարվա մեջ կամ 2-3 առհասարակ ամփոփ։ Մեր ֆուտբոլի հավաքականը կամ вообще ֆուտբոլիստները քանի հաղթանակ ունեն, քանի պարտություն։ Նայել ես, ու որ նայել ես այս հաղթանակների, պարտությունների խայտարակ քանակը, բա դու չես ասում, լավ, ասես մարդուկ թողան ղեկավար։ Հիմա նույնը քո էլեկտրոցանցերն ա։ Նորից գրել են Հայաստանի Հանրապետության տարածքում տևական ժամանակ լույս չի լինի։ Ինչն է պատճառը։ Քանի տարի է այդ էլեկտրոցանցները, այդ էլեկտրոցանցը քոնն է։ Լավ, երբ պիտի Հայաստանի Հանրապետությունում դադարի հովարային անջատումները։ Երբ լույսը կա, հոսանքը կա, չգիտեմ, լարերը կա։ Տարվա այս գլխից անջատում եք, այն գլխից անջատում։ Այսինքն ոնց որ ֆուտբոլն է, նույնն է դու ես։ Ես քեզ դիվանագիտական ազնագիր էի տվել, չէ՞։ Հետ ասել էի, քեզ չեմ խլաշելու, բայց խնդրեմ։ Ասես չէ։ Ես չեմ ասում դուք բան սադոմազոյի sense բուրը սիրահար եք են Սփյուռքի նախարարի նման նախքին նույն է բանը վիոլա ջուրը Հայաստանի Հանրապետությունում տեղած առածյունը եւս մի անգամ ցույց տվեց, որ այս բոզի տղեկը ոչ կարում են արտաքին թշնամու դեմ հարց լուծել, ոչ կարողանում են արտաքին քաղաքական աշխարհում հարց լուծել, ոչ էլ կարում են բնական աղետների դեմ հարց լուծել։ Նախ աղետ չի, ներողություն, տեղումներ։ Սունիքի ճանապարհը խայտարակ վիճակ, մարդիկ մնացել են ծնաբքի մեջ։ Հատուկ մի հատ ճանապարհ են մենակ բացել, որ մարզպետը անցնի գնա Երևան։ Ալամ Սունիքը ծասնի մարզպետի տուն ու տեղը։ Երևանի մեջ գալարոտ Փողերը վեկալում են այդ ուղևորին հենա նկարել դրել ենք, ավտոբուսից բժշկն ասում են գնացեք, հիմա ալկուզեք գնացեք, տրանսպորտը չի կարում այդ հա։ Ավինյան բոզի տղա։ Ուրա
բանը հավարով փող եք դուրս գրե երթնակալության վրա միլիոնավոր չգիտեմ դոլարների, կոնյակների, մոնյակների, խեղեգալխի եւ այլ քո փողոց մակրո տրանսպորտը ուրա բոզի տղա։ Հիմա նայեք ասի բյուջե չունեմ։ Անգիր արած։ Էցի ծերնակաբերթի են գոզալն ճամփեն, որ բուլժնիկներով, սովետը բուլժնիկները գերմանուբը պլեններով դրել էին, նորմալ ճանապարհ էին սարքել։ Քանդին բուլժնիկները տալան կողինյանց մամայի դլոյի մեջ, ասֆալտ են գցել ոտից գլուխ, բանը ձունը հալե ջուրները, գալալոտ, ով ասեմ դառն տփում գեդին։ Դրանով բարգտի դադվի, իհարկե ոչ, բայց այսօր եկա ծծնելու եմ տնով տեղով, այդ քանդողին էլ, հրաման տվողին էլ, այդ տուն տաները տարել էին, լցել են, չախրանը, որ գնաց է հայտնաբերեց, այդ տան բոզի տղեկին էլ հետը։ Լավ, մի բնակավար կա, որտեղ որ դուք ի վիճակի եք կառավարել, գոնե կառավարել, գոնե մի քիչ, մի խույա, չկա ոչ մի բնակավար։ Տաշի դու թքիր։ Ուր ես մարդներ ուզում խոսար։ Battery 70%. Ոչ կարում են ձուն մաքրեն, հասարակ ձուն է, ոչ կարում են ճանապարհ մաքրեն, ոչ կարում են էս անեն։ Մի հատ ձուն ագալում, վсё, քաղաք գոյություն չունի այլևս։ Ոչ դիալիզի ապարատ ունեն, ոչ մի բան։ Ու այս քանից հետո սրանց գնամ ընտրմեն։ Call ended. Call ended. Call ended. Բողոքն ուղարկելա, դյուն ուղարկելա, զանգը բետ ուղարկում ենք, հեռախոսն անջատատա, մեսենջերն անջատացա։ Երիտասարդ բանը բողոքն ուղարկել եք, մեսենջերով անհասանելի եք, հեռախոսով անհասանելի եք, համեն եք անեմ, համեն եք ասեմ, արա։ Սենց անուղ եք կլի, որ սրանք են։ Չկա։ Չկան ցանկ առաջ։ Այդքան էլ զգուշացնում ես, ասում ես ու շատ երերի, եթերի ժամանակ զանգելու ենք։ Հեչ կապ չունի։ Երեք էլ մի հատ բանա զանգեմ։ Կինա զանգեմ։ Բողոքմա բանից, ինչ-որ բժիշկներից եւ այլն, բացատրում հետս որ խոսում տենում եմ շատ կուլտուրական կինա, այո, իսկապես ոչ այնուամենայնիվ եւ այլն, ասեմ տիկին ջան, այդ հետ դուք ոչ թե ինչ-որ դատաբժիշկը 2.5 տարի, մենք այդ թեմային բանն ենք այդ անդրադարձել ենք, ինչ-որ մի հատ բոզի տղա դատաբժիշկը 2.5 տարի, 3 տարի մոտավորապես պիտի եզրակացություն տա եւ ոչ մի կերպ չի տալի այդ եզրակացությունը։ Այսօր եկուց, ասեմ, այդ հետ դուք հələ գնայք Երևանյան 20 շենք, վերապատրաստվեք, հասկանայք, որ ոնց պիտի խոսալ նման դեպքում, ոչ թե գնաք մտնեք քնիչի մոտ, այո, իսկապես ոչ, դատաբժշկի մոտ գնաց կներեք ինչ եղավ պատասխանը, ինչու չեղավ այդ պատասխանը, գնաց մտնես դատաբժշկի կաբինետ, դուռը բացեց, ասես բոզի տղա, տունը ծծնեմ, ինչ ես քրական գործը դրե, եզակայությունը որի տակ ու նստե, ու սեղանը շուրտած վրեն, դատաբժիշկը էլ տես բան չի անի, ավելի արագը գրի կտա, ատենց անդհատ ասում եմ Երևանյան 20 շենք, մեկ էլ հարցատալի, ասում կներեք պարոն Ղուկասյան, իսկ դա ինչ կառույց է, ասում եմ ով, այսինքն ու մասինա գնում խոսքը, ինչն է ինչ կառույց, ասում դե Երևանյան 20 շենքը ինչ կառույց է, ես էլ դեմ որ ասում նի դաց, նի վզած, որ ասում հիմա չեմ կարողանում ծիծաղից բացատրեմ, որ ասեմ տիկին ջան, այդ Երևանյան 20 շենքը դա կառույց չի, դա գտնվում է հոկտեմբերյանում, այդ այն շենքն է, որտեղ որ ես մեծացել եմ, այսինքն դա մեր հարևաններն են, որոնց մեծ մասը արդեն լուսահոգի է, ցավոք սրտի։
Այսինքն եթե դուք գայք գնաք այդ շենքի, ասենք ժողովրդի հետ շփվեք, ով որ սաղ մնաց է հարևանների, կհասկանաք, ինչպես պետք է խոսել պետական ապարատի աշխատողների, քննիչների, դատախազների, չինովնիկների հետ։ Ուղիղ կեժամ չեմ կարացել ուշքի կամ ծիծաղից։ Այդ կնգա միամտության, այդ կնգա ծայրաստիճան Լուսինե Զաքարյան լինելու վրա։ Ասում եմ դուք իսկական ժամանակ եք, դուք իմ հաղորդումները նայում եք, ես ասում եմ Երևանն 20 շենք, դու չես հասկանում այ կնիկ, որ Երևանն 20 շենք դի հոգու յա։ Ու ավտոմատ ես հիշեցի մի հատ դեպք քուշի շներին, ես մի փոքր շեղվենք թեմայից, մի հատ բան ունեինք, ռիժիկ ունեինք, բրթոց, սիրուն, շատ սիրուն ցիցակարներով շուն էր, կեղտուտվել էր։ Այս շանը վեկալա գրկի, հանի 4-րդ մեր տուն, մաման տունը չէր, մծրի, բաղնիկ, լողցրի, բան, դեն ժամանակ ֆեն, հասկացողություն, տենց ամեն մի տուն շուներ, լավ, շամպունով, բանով, լողացրեցի, բմպրծա, սրպիչով, չորցրի ռիժիկին, հետս հանեմ եմ դուրս, որ իչեսնեմ, սրպիչն էլ տանեմ, կծեմ, որովհետև հանգարց եթե պռնվեի, մեկ Զոյան, մեր այդ օղորմացիկ բարձրանմա վերև, հենց այդ Փիլակյանի պավարոտի վրա տեսավ, ռիժիկը ես սրպիչը ձերս որ տանեմ եմ կծեմ, դե փոքր եղա, ասեց ես ինչ այ տղա, ասի ռիժիկն ա, ասեց ռիժիկին տենեմ եմ որ ռիժիկն ա, Սուսանը գիդի, սեզ ձևով, ասի չէ որ դες գիդի ու դուր եմ բանանում է պագում, դες դեն ու ռիժիկի հետ շուշուտ իշնում ենք, ինքնես ես կայնաս ճաղ կնիք, ոչ իմ կայնաս նայմա, սես նայեց, Հերդ մերնի, ասեց, իսրտե, անեց ադուշի, ուսես բարձացավ, ասեց, Սուսանի աշկից հերու, ու յանիան խոսալով, Զոյան ըլմա վերը, ու այդ արտահայտությունը հերդ մերնի, բալատ ջան, ասեց, անեց իսրտե, անեց անկեղծ, բարի, կամի ձև, հնարավոր չէր նեղանալ, ու ես հիմա ռիժիկի շուշուտ իշնում եմ, որովհետև մամայի գործից տուն գալու ժամն է, բանի, պերերիվին գալիս էր էլի գնում է, մոտիկ էր հիվանդանոցը, ու Զոյան իանիան խոսալով, ու իան դուրը երբեք փակ չէր, բացելով մենակ են լսա, որ ասում է դաստիրակ օղդ մերնի, ու դուրը գմպսեց, բայց այդ կնոր սրտին քակ չկար, Ատես ռիժիկին իչսրիցած, ոչ իմ սրպիչն էլ տարա թապեցի, բայց պարկացու Զոյան չասես, որ աղջամ, տունա բերե շանը լողցրել ածեր, եղած չեղածով, մի հատ էլ սրպիչն ա փչասրե տարե թապե, են թավերին գիտեիք ինչ ես, ահա, ու ես կուլտուրական ոչ իմ կինն ասում ա, թե էտ ինչ բանը կարույց ա, դարի բացատրի, որ էտ ինչ կարու լեզվի կենտրոն, տիկին ջան, Այսենց կուլտուրականների պատճառով էլի որ այսենց այդ ազգի վիճակը սա ինչա ուրեմն ընկեր Աբազյան Երևանի քաղաքապետարանի քաղշին պետք է նախկին այսինքն հիմա տեղափոխվել է Երևան նախագիծ Անդրանիկ Սեդոյան նորից նախկիներից մնացած կադր կոռուպցիայի մարմնավորում Հակակոռուպցիոն կոմիտեում վրեն գործ եղել է, ազգային անվտանգությունում վրեն գործ եղել է, և չնայած այս բոլոր գործերին, քրեական գործերին, կոռուպցիային, թալանին և այլն, մարդը շարունակում է պաշտոնավարել և գտնվում է ազատության մեջ, հիմա տեղափոխվել է Երևան նախագիծ որ կառուցապատողներին ծսրել են, կամել են ապեզեներով, միջանկյալներով և այլն։ Հիմա նույն բոզի տղությունը Երևանի քաղաքապետարանում շարունակում է Լևոն Առաքելյանը, որը նախկինում եղել է Անդրանիկ Սեդոյանի տեղակալը։ Ուրեմն քանի որ հունվարի 1-ից կառուցապատողների համար մտնում է նոր օրենք, աստղաբաշխական թվեր այդ ապեզեները եւ այլն, դիտավորյալ կանխամտածված կերպով քաղաքապետարանի տվյալ վարչության աշխատակիցները կամ ղեկավար կազմը աշխատանքի չի գալի։ Դեմից հիմա արդեն սկսել է գալ ծծրած աշխատում են դաժե շաբաթ կիրակի, որ հասցնեն մինչև հունվարի 1-ը, բայց աշխատում են այն կառուցապատողներով, ովքեր որ դոլարնի են վճարել, որ շուշուտ ապեզեները, շինթույլտվությունները տան մինչև հունվարի 1-ը, իսկ ովքեր որ ու հիմնականում այդ բոլոր
կառուցապատողներով, ում է որ այս Լևոն Առաքելյանը պապկեկը դոշին խփած քաղաքապետարանի հարկերով ավազն։ Ես հետաքրքրված ասեմ, մի հատ հլտեսեք այդ կառուցապատողներն ովքեր լրիվ ռոբիկական, սերժական, թայֆի ներկայացուցիչները։ Հասարակ կառուցապատողն դե չկա։ Այն հասարակ կառուցապատողները մինչև ստեղ արդեն զզվել են, հեսա հունվարի 1-ից հետո սա տեղափոխվում են Վրաստան։ Ովքեր որ ոչ ռոբիկական են, ոչ սերժական են։ Իհաց վեշ մեշով կապկում են գնան Թիֆլիս, Բաթումի, այնտեղ կառուցապատում անեն։ Իսկ ռոբասերժական անկլավնը արդեն վճարել է, սրանք էլ հիմա շուշուտ քաղաքապետարանով, բանով իհաց գործողություններ այդ անում են, որ հունվարի 1-ից հանգապատկվում է մուծումների քանակը։ Դրանք գումարած, նոր մարաշում, ցանկանում արդեն չի թույլտվությունը տված է, պիտի սարքեն 16 հարկանի շենք։ Սիսի բոզի տաղա 16 անգամ կնգած ծծնեն սաղ Երևանի շները։ Նոր մարաշ, ինքը բանը սարոտ, բլուրոտ տեղ, սովետի ժամանակվանից գրուկ պեչատու կա 6-րդ հարգից ավել արկելվում է, 16 հարգանի շենք իշխին թույլտվություն, դու ոնց ես տվել, պորնիկի տաղա, բոլոր ճարտարապետները օտի դո դեմ են գրե այդ թղթի տակ, որ չի կարելի 16 հարգանի շենք նոր մարաշ, մեկա ես քանդելու եմ։ Աբաս գնացել էր հավարով բռնմեք հասարակ աշխատողներին, այս բոզի տղեկին, հետո պիտի բանանի բռնիմ։ Ու այս հունվարի 1-ով այս թանկացումներով բանը պայմանավորված այդ ԱՊԶ, ՄԱՊԶ, այնտեղ կարմիր գծեր եւ այլն, մենք հեսա մի փոքր անց կանդրադառնանք նաեւ այդ թեմաներին։ Իսկ ինչ վերաբերվում է Լևոն Առաքելյանին եւ Անդրանիկ Սեդոյանին, Աննա Վարդապետյանին, այդ քելական գործերը վրեկը հարուցած, ինչ պիտի լինի։ Ինչի կարճվան, խիփագվան, այս մարդիկ անմեղ էին, թե դոլարնիկ տվին քեզ, կողինից, Սասունին, հա։ Ստեղուրամ։ Ուրեմն Քնիչ Թաթոյան, ուրա, կապված հանրային ձայնի խոշտանգումների հետ։ Ես տեղեկացված եմ, որ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտը մտադրված է կարճել հանրային ձայնի անդամների խոշտանգումները։ Ուրեմն չտա Աստված, եթե կարճվեց, աբաս քո հիմնարկում։ Ես գիտեմ, որ պիտի դա ուղարկվի Սասունի հիմնարկ։ Առանց կարճել ուղարկեք Սասունի հիմնարկ։ Ես գիտեմ, որ որպեսզի կարճեք, պիտի լինի առերեսում, որը տեղի չի ունեցել։ Պիտի լինի առերեսում Արգիշ Քարամյանի եւ Տիգրան Առաքելյանի միջև։ Պիտի լինի առերեսում Արտակ Գալստյանի եւ Արգիշ Քարամյանի միջև։ Առերեսում Անդրանիկ Արմանդարյանի եւ Արգիշ Քարամյանի միջև, որտեղ այս երեքով ինքը որպես քննչական կոմիտեի ղեկավար անցնում է խոշտանգումով։ Բայց Արգիշն ասում է իմ խերը կետա առերեսման, այսինքն քո քննիչը ի վիճակի չի քննչական կոմիտեի ղեկավարին կանչել առերեսման։ Հետաքրքիր է։ Ինքը вообще դրած ունի եւ դատախազության վրա եւ քո վրա։ Այդ ինքը հայտարարել է, ընկեր Արգիշտը։ Ճիշտ է, ես չգիտեմ, քեզ զեկուցել են թե ոչ։ Ուրեմն նախ ուզում եմ սենց մի բան, ես ահագին ժամանակա ման եմ գալի այն աշխատակցին, ով ինձ գրել էր մեսենջերով, ներկայացել էր ազգային անվտանգության աշխատող, ու ասել էր, որ Արգիշ Քարամյանի վրա ունի խոշտանգման նյութ հիմնավորող։ Ես ոչ մի կերպ չեմ կարողանում գտնեմ այդ աշխատակցի բանը, մեսենջերը։ Ուստի ես հորդորում եմ այդ աշխատակցին կապի դուրս գալ ինձ հետ մեսենջերով եւ Արգիշ Քարամյանի խոշտանգման նյութը ուղարկի ինձ։ Եթե նյութը որ ասում է վadzin հիմնավորում է, որ դա այս բոզի տղեն է, ես խոստանում եմ խոշոր, շատ խոշոր դրամական պարգև տվյալ
ազգային անվտանգության աշխատողին։ Հետո ինքես Արգիշտը հայտարարել է, որ Տիգրան Առաքելյանի տան տեսախցիկները ֆիքսել են քեզ Աբաս Տիգրան Առաքելյանից տանը։ Ես դա իհարկե համարում եմ աբսուրդի ժանրից, որ դու KGB մինիստր ինչ որը տալի Տիգրան Առաքելյանի տան Բաքում, բայց նման հայտարարություն է արել այդ բոզի տղեն։ Եվ ես համոզված եմ կամ հույս ունենամ, որ եթե Տիգրան Առաքելյանի տան տեսախցիկների ձայնագրությունը հանկարծ ստանալու դեպքում մենք տեսանք, որ ջնջվել է, ուրեմն Արգիշտը ճիշտ է ասում։ Դու եղել ես Տիգրան Առաքելյանի տանը եւ դրա համար, երբ որ Տիկոին տարել էին խոշտանգման, ասում էին գրի Աբազի վրա, գրի Աննա Վարդապետյանի վրա, որ այս երկուսը դոգին ինֆորմացիային փոխանցում Նիկոլի վրով։ Հիմա քնիչ Թաթոյան, ես ինչպես նաև գործը վերահսկող դատախազ։ Իսկ դուք շատ լավ գիտեք, որ խոշտանգումը կոնկրետ Արգիշ Քարամյանի դեպքում հանրային ձայնի անդամներին նախատեսումը 8-ից 15 տարվա ազատազրկում։ Արգիշ Քարամյանին, Ազատուհուն, այնտեղ ինչ են, Էդո Բոզիտողուն եւ այլն։ Ուրեմն ոչ մեկ չի կարող ասել ինչ տեղի կունենա 2024-25 թվերին։ Կմնա Նիկոլ, չի մնա, ով կգա, ով չի գնա։ Իրավաբան մարդիկ եք շատ լավ գիտեք, որ խոշտանգումը վաղեմության ժամկետ չունի։ Սա սպանությունը ունի դաժե, խոշտանգումը չունի։ Այսինքն եթե վաղը Վարդան Ղուկասյանը իամոտ կանչես քնիչ Թաթոյանին, ասես տղա ջան, խի ես կարճել։ Արերեսում չեղեն, կամ խես գործը Թերյանը քնիչ Թաթոյանն ասել է մատով ցուցատալու պարոն Աբազյանին, ասել է պարոն Աբազյանն ասել։ Գործը հսկող դատախազն էլ մատով ցուցատալու Աննա Վարդապետյանին։ Ես կանչելու եմ Աննա Վարդապետյանին, կանչելու եմ Աբազյանին, ասեմ ինչի եք խոշտանգման գործը կարճ է։ Երկուսն էլ մատով ցույց են տալու Նիկոլ Փաշինյանին, որ կատարել են Նիկոլ Փաշինյանի ցուցում։ Պիտի ասեմ գրեք Աննա Վարդապետյան, գրեք պարոն Աբազյան, որ դուք քերական գործը խոշտանգումով 5 հոգու կարճել եք Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Որովհետև Արգիշտն էլ ասում, տպել եմ Նիկոլի ցուցումով լավ եմ արել։ Կերել ես մամայիդ հետ միասին, բոզի տղա։ Ուստի Նիկոլ Փաշինյանը մենք հասկանալու ենք, չէ, որ ես ոչ Նիկոլն եմ, ոչ մյուսն եմ, ոչ ասեմ, հա, ֆրֆրա, սիրո հեղափոխություն, կնգան կղրգեմ նուբարաշեն քերակատարողական հիմնարկ, այնքան սիրո հեղափոխություն կանեն ագարկա կնգա հետ, որ առնանդամ հենց լսի բառը տեղում վիժի։ Չնայած խիստ կասկածում եմ, որ Աննա Բոլեյնի դլոն ի վիճակի է գետ մեկ օր հագենալ առնանդամից, բացառում է, ոչ դլոն, ոչ հետանցքը, ոչ բերանի խոռոչը, եւ այլն եւ այլն։ Ես ինչ եմ ասում, դուք էլ եք դատվելու ջուխտդ խոշտանգման քրական գործը կարճելու մեղադրանքով։ Հանկարծ ու հանկարծ բախտները չփորձեք։ Համ նրանց պահեք կալանքի տակ, համ էլ խոշտանգում կարճեք։ Ես ես կանեմ բզիկ։ Բզիկ։ Նույնս եմ կգնում, խոշտանգումը ժամկետ չունի։ Եմ որ Նիկոլ Փաշինյանի կազմը, կադրերը մարդ կոչվելու իրավունք չունեն, էդի մենք գիտենք, որ չկա գետ մի նշանակած պաշտոնյա, Նիկոլ Փաշինյանի հետ իմ քայլը, իմ ոռը, իմ խեռը թայֆից, ով որ ունենա գոնե մի փոքր IQ, մի փոքր ուղեղ չկա, կատեգորիկ չկա։ Ոչ մի պրոֆեսիոնալ կադր գոյություն չունի այս թայֆի մեջ, ինչ էլ կա նախկիններից է մնացել։ Հիմա իմ ձեռքի տակ է հայտնվել պարոն Աբազյանը փոխանակ զբաղվի հնդիկներով, բանով, կաշառակերությամբ, շորթումներով,
պետական դիրքը պաշտոնը չարաշահումներով եւ այլն Հայաստանը ռեպետուցիա, էս էլ է պետք չնայած։ Ազգային անվտանգությունը զբաղված է, ով հետ է սեքս անալ։ Խնդրեմ, ինգեր ամնա։ Օրինակ, հիմա այդ օպերատիվ սվոտկեքը, այսպես ասած զեկուցագրերից մի քանի տող ընկել է Վարդան Ղուկասյանի թաթիկների մեջ։ Օրինակ կար Մխիթար Հայրապետյան, ոտիկանի բոզիտախո։ Մի րոպե սրանց լուսանկարը ես դնեմ։ Ստեղ չկարծեմ, որ ժողովրդի համար ավելի հասկանալի լինի։ Ահա, մի րոպե, սա մեկ, սա երկուս։ Մտնում եք Telegram կանալ, ես ուղղակի նկարները դրեմ, որ ժողովրդի համար ավելի պատկերավոր լինի, ու մասին է գնում խոսքը։ Սա մեկ, սա երկու։ Սա մեկ, սա երկու։ Ինչ էր անունը։ Մախո ստորակետ։ Թե չէ Մախիթար ես իմիջ խեռի գլող։ Մախո, ինչ ես են։ Վաղո։ Մյուսան, Վիտո։ Լուսի։ Մախո, վաղո, Վիտո, Լուսի, տրիկ նկարներ։ Ուրեմն, պարոն Աբազյան, ես նույնս եմ ասում, ես չեմ կարող հասկանամ, դուք ավելի լուրջ խնդիրներով զբաղվելու հնարավորություն չունեք։ Մխիթար Հայրապետյան, Սփյուռքի նախարար, նախկին, այն որ կար, կոլոդ, մոլոդ եւ այլն։ Սփյուռքի նախարարություն բիզիմդիր, ընկեր Մխիթար Հայրապետյանը հիմա եւս դարել է կառուցապատող, շենք հասարքը։ Երեկվա սոված յեթիմը, որը որ կոֆեի փող չուներ փաբում վճարելու, այսօր դարել է կառուցապատող, կոռուպցիա չկա։ Ունի boyfriend Վաղարշակ Հակոբյան, Վաղարշակ Հակոբյանը, он же ազգային ժողովի պատգամավոր, он же Մխիթար Հայրապետյանի հետ քավոր սանիկ, դե մինչոմիձե պիտի հիմնավորեն չափից ավելի դուրս բանը մոտիկությունը, ժամանակին եղել է բանը սրա տեղակալը, զամինիստր Սփյուռքի։ Եվ սկսած Սփյուռքի զամինիստր եղած ժամանակվանից բավականին հաճախակի իարանել կուկուլալա տումամբա։ Հիմա, ուրեմն Վաղարշակը, եթե չեմ սխալվում, չեմ մխում, ամուսնացել է Լուսի Վանայա, ինչա, այս աղջիկա հետ, ինչոր ես Լուսի հետ, որի հայրը մերժված դաշնակցական է։ Բայց դա բացարձակապես չի խանգարում, որ Մխոյի կինը և գոյություն ունի լրագրող Վիտալի Գրիգորյան։ Վիտալի Գրիգորյանի լուսանկարը եւս դրուկ է իմ Telegram կանալում։ Այս երեքը նախընտրում են գրուպավոր սեքս։ Սա ազգային անվտանգության օպերատիվ, այսինքն 7-ի սլեշկի արդյունքն է։ Ես չգիտեմ, այն զեկուցագրերը, որոնք որ տրամադրված են պարոն Աբազյանին, սրանց համատեղ իզրաշեն գործողությունների հետ կապված, ունի վիդեո ֆոտո ապացույց, թե ոչ, ես չգիտեմ։ Բայց կար վիդեո ֆոտո ապացույց, որ մեր հարգաժան Թոխմախի մայրի տղա Դավիթը ոնց է ծծծնում Սիսիին։ Էդի կար։ Իսկ ինչ վերաբերվում Մխոն կինը եւ Վիտալի Գրիգորյանի բանը գրուպավոր կուկուլալան, ես դրա ֆոտո վիդեո ապացույցը չունեմ, բայց այն զեկուցագիրը, որ զեկուցել են քեզ, այսինքն Անդոյից ծառայությունը, դա փաստ է։ Հիմա ես չգիտեմ, դու տեղյակ պահել ես Նիկոլ Փաշինյանի, թե ոչ, օրինակ Գագոյի, ուրա Գագոն ուրա։
Gago! Panatoganes. Ari Gago, Ari, me bari mort. Ես այսօր կովրայել բանկայել գրել էին, մոռացել է, լավը հիշա։ Անցի նստի Gago, ինչ խմես Gago? Gago, ինչ կխմես? Կոֆե, աղշի Gago-ին կոֆե դու ինչ կխմես? Լատե, կոֆե լատե դու Gago-ին, հեսա բանկան ենք, ընթերցենք։ Կընտրը։ Այս մարդու վերաբերել ասել է, ոչ մի հետևություն։ Մալադեց։ Հիմա կա ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյան, մե փնթի բոզի տղա, այն որ նստած ոտերը տնկացող հայտնի նկարը, որը երբեք ու երբեք չի աշխատել արտաքին գործերի բնակավարում։ Օրինակ, ինչա մեր երկիրը չուխան, բացատրեմ։ Մեկը հենց վեկալենք ԱԳՆ-ի մակարդակով։ Մի րոպե։ Օրինակ, վեկալենք մի շարք պետություններ, ինչպիսին պիտի լինի պաշտոնյան, որպիսի ԱԳՆ-ում արտգործնախարարությունը, որ կդառնա զամմինիստրը։ Օրինակ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալների կամ դիվանագիտական բարձրաստիճան այլ պաշտոնյաների համար պարտադիր փորձը պիտի լինի 15-ից 25 տարի կամ ավելի դիվանագիտական փորձ, որ դուրնես զամմինիստրը Министерства иностранных дел։ Ֆրանսիա արտաքին գործերի փոխնախարարի կամ նմանատիպ պաշտոնների համար ակնկալվում է երկար տարիների փորձ ամենակիչը 10 տարի համապատասխան ոլորտում։ Չինաստան արտաքին գործերի փոխնախարարի կամ նմանատիպ պաշտոնյաների համար ակնկալվում է երկար տարիների փորձ մինիմում 10 տարվա դիվանագիտական փորձ։ Այս իմբիցիլ բոզի տղել, դաժե մի օրվա դիվանագիտական փորձ, ինչ մի օր, մի ժամվա դիվանագիտական փորձ չի ունեցել եւ նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Ուր է սա նկարը։ Ես ուղղակի դնեմ Telegram կանալ, որ ես ժողովրդի համար լինի բանը պատկերավոր։ Ուր է այս բոզի տղեն։ Ահա։ Կյանքում պետական հիմնարկ ոչ չի դրե, դաժե Խազրազյանի վարդուհի կոֆե դնող չի եղել։ Ինչա գրած։ Kiss me։ Пожалуйста։ Սա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն է։ Kiss me, գոնե բանը ջանդավա գոնե միտեղ մի պետական հիմնակ աշխատացել է մի 5-6 տարի։ Բանակ չծառայա։ Դանից հետո ինչ ուզում է թողնել ասենք, հա, այս մարդը փորձ ունես։ Բոզի տղեն, խնդրեմ, գողություն ուրա։ Մյուսը բանտիկի վրա գրած է fact system։ Սա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։ Լավ խույսնի, ես էլ հասկացանք։ Հիմա արտաքին ինչով է սա արժանացել ընկեր Անդոյի ուշադրությանը, ազգային անվտանգության փոխնախարար։ Բանից պարզում է, որ ԱԳՆ փոխնախարար փնտի բոզի տղա Վահան Կոստանյան ուղակի խելագարվում քրիստիկ ուշադիր ուղակի խելագարվում է փմբուկի համար։ Փմբուկ դլո, yaman դլո, բայց ինքը խելագարվում է դլոյի համար։ Ոչ թե այնտեղ դլոյի համար նախատեսված արական, սեռական օրգանի մուտքը ապահովելու, ալիքը նախընտրում է դլոր անի դեգուստացիա։ Ու անպայման դլոն պիտի լինի կույս։ Ես կարդում եմ հաշվետվությունը, գաղտնի զեկուցագին ասում եմ ոնց։ Ինչ կապ ունի դլոն դլո, ասում եմ ոչ։ Դլոն պիտի լինի կույս, այսինքն ցել կա։ Այսինքն այս բոզի տղեն մի հատ բան կա է։ Կանեք, հիշա։ Battery 70%. Connected to Galaxy S22 Ultra.
when my son Brian died, he was in a drunk driving accident. I put Ագնեյում աշխատող երիտասարդ կույս աղջիկը ասում է աղջիկ չմնաց սաղի հետևից է թմա սաղին կանչում կաբինետ չամրվում ասում ես պիտի անեմ գլգլը այս երկով այշում Крестик, 18 мне уже. Уэс боззи тагэн. Уэс боззи тагэн. Էլ դլոչի մնացե արտգործ նախարարությունը մասը ասում է ես պիտի լեզվով ուսաթաղանք պատրեմ այ քեզ լեզու ուսա կոչում է զամմինիստր հա Քրիստիկ ես չի ակեք ասեմ Էտա քո դլոյ հլվրա բաց Hani verib Eli yojik Açı yojik is basi Uliş priçoz kato çekides Ali kristiki dlon Ke bozi taga Kus aşke ki heteviz xez vaze Ha Ma Lrive zerki taka etem Celuj menja vezem Esi mek, esi kyoanton kes zekutsela, ես չգիտեմ դու ընկեր Նիկոլին զեկուցել ես, որ սիրեմա լեզվով կուսա տաղանդ գմպծուցի։ Բոզի տաղա։ Դարշը։ Մյուս բողոքը, գալմա իհարկե եսի կապ չունի արդեն Աբազանի հիմնարկետ, Մարտունու քաղաքապետ Հովանես Հովեյան։ Ուրեմն բողոքում են Գեղահովիտի մանկապարտեզի աշխատակիցները տնօրեն Ծաղիկ Սարգսյան նկարը գրել է ուր է Ծաղիկը ուրա Ծաղիկ ան Ծաղիկ մնաք խնդրեմ Ծաղիկ Սարգսյան Նկարը չեմ դնում հաշվի առնելով որ բն Մարտունի է լավ երկար մազերով մեղա դիցուհի հսած ցույց տանք լավ Քո Ծաղիկ Սարգսյանն շատ վատ ծաղիկ է էտա մնգոյի մեջ ասմա ինչով է վեր թռնեմ ասմա խոսում են Այդ քո գյուղի ժողովուրդն են խոսում ես խոմ ոչ քո առնանդամի պահակն եմ որ Ծաղիկ Սարգսյանի դլոյի դիսպեչերը մարդիկ խոսում ասում են որ էտա Ծաղիկ Սարգսյան քո սիրուհի դրա համար ինչ թարկուզա վինակուզա իմալակուզա հմենին կանա ծածում քո բարձր հովանու ներքո Մետերեղի Մարտունու քաղաքապետ եւ եթե անգամ ման բանել կա քո ծաղկին ասա ծաղիկ մնա որպես ծաղիկ այ ծաղկո այլ ոչ թե կակտուս Մյուսը Թեհրան Նավիկյան սա արդեն Աբազ էլի Աբազի զեկուցից է Թեհրան Նավիկյանը ուրա Թեհրան Նավիկյան լուսանկարը Հա, ուղարկել ենք ստեղ, հիմա դնում ենք, Թեհրան Նավիկյանս հանդիսանում է Արսեն Թորոսյանի ընկերը Ուրա Հեմար, տես մի խայտարակ իրավիճակ Ստեղ, գացինք տելեգրամ, բացինք տելեգրամ, նկարը դնենք Թեհրան, տես ինչու է Թեհրան ամու չգիտեմ Թեհրան Նավիկյան Հանդիսանում է Արսեն Թորոսյանի կուրս ընկերը այժմ գլխավոր տնօրենը հիվանդանոցի վնասկաբանության եւ օրթոպեդիայի կենտրոնի տնօրեն Դոլարնիքի դիմաց շատ դոլարնիքի ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից զինակոչիկներին Հիմա ես ուզում եմ հարց տամ, ընկեր Անդո, օպերատիվ տեղեկությունը, որ դուք ձեռք եք բերել, որ այս մարդը սիստեմատիկաբար բանակից ազատում է պրիզիվնիկներին, սրա հետևից երբ եք գնալու,
երբ մի փաստով հանգամանքով Թեհրան Նավիկյանը բռնվելու կամ հենա գնացեք զինվորական դատախազության հետ համատեղ, տեսեք, քանի մարդեն ազատ է, զինակոչիկ, օրթոպեդիկ խնդիրներով, հարտաթաթ, մարտաթաթ, ողնաշարժ, գլող եւ այլն, վերցրեք եւ նշանակեք նորից պերեկամիսիա լրիվ այլ բուժ հիմնարկ։ Եվ դուք եկեք տեսնեք, որ 100-ից, որ ձևը չգիտես, Աբազյան, որ 100 զինակոչիկից առնվազն դրանց 70%-ը ազատվել է փողով։ Ես Թեհրան Նավիկյանին, ընկեր օրթոպեդին, որ դաժե ազատված, պրծած զինվորի ներողություն, պրիզիվնիկին էլի զանգամա էս գեղ, ենգեղ ասում աստու գողա եկե, 300,000 բերեք, էս ա եկե, 400,000 ավելասրեք, են ա եկե, 1 միլիոն ավելասրեք և այլն։ Պարոն Աբազյան, հաղորդում եմ տալիս վնասկաբանության եւ օրթոպեդիայի կենտրոնի ընկեր ամնա այդտեղով ազատված վերջին 2-3 տարվա այսինքն Երևանից որ եղել է գլխավոր տնօրեն բժիշկ Թեհրան Նավիկյանը բոլորի անձնական գործերը բժշկական հիվանդության պատմությունները բացել եւ հասկացնել պերեկամիսիա եւ դուք հաճելիորեն կզարմանաք որ դրանց 70%-ը առնվազն առողջ է եթե ոչ ավելի Այսպես բաներով զբաղվեք, պարոն Աբազյան։ Ինչ վերաբերում ԿՊ-ին, ասենք նույնպես Վաղարշակ Հակոբյանը հիմա ամուսնացել է Լուսիի հետ, մերժված, ինչ-որ սրա կնիկը նրա կնգա հետ, նրա կնիկը նրա կնգա հետ, ես չեմ կարող հասկանալ, ես ինչ է կատարվում։ Այստեղ մենք նամակ ունեինք Գագո ղրգել էին ես որոշել էի կարդալ սա չի սա չի ուրա քո տեքստը կարող եմ Telegram-ի մեջ եմ Հիմա ինձ են գրել, ես ուզում եմ սա կարդամ, լրիվ, առանց կոնսպեկտի, առանց բանի, գրել են, դոդին էդքան գրլում եք, Այդ ենթատեքստում մի օր էլ Ծաղկաձորի ճոպանուղուն ու ամբողջ սարը հետաքննեք, թե ոնց դարձավ Քոչոյինը ու Դոդինը, հետո ամբողջությամբ Դոդինը։ Ծաղկաձորի հին ճոպանուղին վերակառուցվել է Հայաստան հիմնադրամի փողերով, Սփյուռքի օգնությամբ։ Եթե ճիշտ եմ հիշում 5 միլիոն դոլարով, պաշտոնապես հայտարարել են։ Վերակառուցվելուց անմիջապես հետո դարձել է Քոչինը ու Դոդինը։ Ճոպանուղին ձմռան մի օրը 10 միլիոնի տոմս ծախելը սովորական բան է համարվում։ Չհաշված վարձով տված տարածքները, որ մի փոքր լիժի կետը ամիսը տալիս է սկսած 3 միլիոն դրամից։ Օբյեկտներ, ձյունագնացներ, վեզդեխոդներ, ամենը թիվ են տալիս։ Պարկովկի տարածք մի վայրկյանով մտար 200 դրամ, առաջ 10-15 րոպեն ձրի էր, որ հասցնեին մարդ իջացնեին։ Հիմա մեծ են բարեգործ, իրականում բոզի տղա, Դոդին վիզ փողապետ բարեգործության համար։ Պարկովկի մի օրվա առածը երևի հերիքա, որ ամսվա ծախսերը փագի։ Ձմռանը Ծաղկաձոր գալիս են հիմնականում ճոպանողու համար։ Այս ահրելի թվերի մեջ մեծ բարեգործ բոզի տղա Դոդը օրորի տոմսիգինը բարձրացնում է ու սպանում Ծաղկաձորի տուրիզմը։ Իսկ ճոպանողուն անենց թվեր են ֆռում, որ Քոչի վախվա տնորենը մենակ քարտ ֆրցնելով դոլարային միլիոնատեր էր դարձել, ջիպերը զուքերով էր առնում, ռոզիսկի տակ էր, չգիտեմ, բռնին թե չէ։ Դոդը եկավ տեսավ ինչ թվեր է տարել, ծեծեց, մի քանի ջիպ ձեռից վերցրեց, մնացածը չեմ հիշում։ Տուրնիկետը անցնելու համար քարտեր էին ծախում, քանի անգամ, որ ուզում էի ճոպանողի նստեիր, դրան համապատասխան փող էր լցում։ Առաջվա տնորենը ծիպուն մարդ էր, կանգնեցրել, այդ քարտերը օգտագործելուց հետո հավաքում էր ու նորից ծախում էր։ Մարդիկ հաջորդ գալուց իրենց երեկվա քարտը չէին կարա լիսկավորեն, պիտի ձրի հետային ծիպոին
Էտովա չգիտեմ, ու նույնիսկ այդ քարտի համար էլ վճարեին ճոպանողի նստելու համար։ Երբևիցե Ծաղկաձոր ձմեռով չեմ եղել, ճոպանողի չեմ նստել, ատում եմ։ Ձեր իշխանության գալուց հետո հուսով եմ, որ ճոպանողին կվերադարձվի ծաղկաձորցիներին։ Այո։ Ճոպանողին կպետականացվի վարձավճարներն էլ կիշնի։ Առաջ մենք կարում էինք որպես ծաղկաձորցի անսահմանափակ քանակով օգտվել ճոպանողուց։ Քոչի կողմից ծաղկաձորցի ծիպուին նշանակելուց հետո ծիպոն իր ամբողջ բոզի տղությամբ, պարզվեց կարգին բոզի տղայա, կարացավ ծաղկաձորցիների ոտը ոչ միայն ճոպանողուց կտրել, այլև սարից ամբողջությամբ։ Առաջներում կարող էինք բարձրանալ սար, սունկ, թթվի կանաչեղեն հավաքելու, լիքը աղբյուրներ կային հանգստանալու համար։ Բոզի տղա ծիպոն ոստիկանական պոստեր դրել եւ ոչ մեկի թույլ չէր տալիս բարձրանալ։ Պիտի զանգեին, իրան խնդրեին, «Էսով այս բոզ դղեն»։ Որ ոստիկանին թույլ տալ բացել շլագբաումը։ Ամեն մարդ չէր կարա այնքան ցածրանալ, որ զանգեր ծիպոին նման բոզի տղու ինքն էլ թույլ տար կամ չտար։ Առաջ սկի բարևի չէինք արժանացնում, հիմա թույլտվություն խնդրենք։ Մինչև հիմա էլ շլագբաում կա դրած, որ վերև չենք կարա բարձրանանք։ Այս սարն իրանցնա, թփերը իրանցնա, մենք էլ հիմար կկուներ ենք։ Քարի աբլիցովկա անող էր ծիպոն, քոչին սարուն որ մտավ, լիժա քշել սովորացրեց, առաջվա տնօրենի գլխին սարքեց, մի օրոք չասել էր ճոպանողին, բարձրացել էր սար, աթոռներից մեկը կապել էր ապորայից, հետո տնօրենը հանելուց հետո իբր սարքել են, գնաց կապածը քանդել էր, խնդրում եմ անունս չհրապարակել, ահա նման դիմում։ Մի րոպե։ Ես չէի կարդացել մինչև վերջ, գիտեմ, որ նամակա պիտի ես մկարդամ։ Ծաղկաձոր ծիպույա շլագբաուն դեպի սար։ Ես խնդրում եմ Ծաղկաձորի ժողովրդին նկարել այդ շլագբաունը, որ դրած է այդ ոստիկանական բանապոստը եւ ուղարկել ինձ։ Մենք վաղը կզանգենք քաղաքապետին եւ միլպետին։ Երևանն է խոսում ծրագրի շրջանակներում։ Հասկանալու համար, այդ ինչ շլագբաումն է, այդ ինչ միլիցեք են, այդ ինչ պոստա եւ ինչ իրավունք ունես թույլ չտալու բնակչին բարձրանա սար, այ բոզի տղա։ Գագո, դու նայում ես, որ ես քո վրա ոչ շնգած ինչ-որ որիցս օյներ եմ հանամ, չէ՞։ Ոչ, ես ինչեր եմ հոյոնում ժողովուրդն ա գրում։ Եվ ես միամիտ ժողովուրդը հավատաց այս բոզի տղեկին, որոնք որ կոչվում են ներկաներ, եւ երկու անգամ մտավ նույն քաքաջուրը, հույս ունենալով, որ ձեր նմանները, ձեր նման աղբը, ձեր նման վիրուսը, Ռոբի, Քոչի, Գևալն, դու, Սերժիկ, պիտի հայտնվեք, լավ, եթե ոչ ճաղերի հետևում, կորեք, կոնե էլ չանեք այն, ինչ որ անում էիք։ Եվ այդ ալանը թալանը, որը որ վեկալ է տարելա, պիտի պետականացվի, այդպես էլ տեղի չունեցավ։ Եվ նորից ու նորից, ինչքան Երևանում շինարարություն կա, որոնք որ հիմա Երևանի քաղաքապետարանը ծծրած աշխատում ա, որ շուշ, մինչև հունվարի 1-ը անի, նորից Ռոբի, Քոչի բիզնեսն ա։ Եվ այսքանից հետո ռոբասերժական թայֆեն, այն թևավոր բոզի տղեն, հելել ասում է, ես մտածում եմ երևանցիների մասին։ Ես մտածում եմ կարմիր գծեր, գույքահար, ես պիտի փրկեմ Երևանը։ Ոնց որ Արցախը փրկեց 44 օրյա պատերազմ կապիտուլյացիայից հետո, տեսանք միտինգներով։ Ու հիմա այս բոզի տղեն, այս թևավոր աղբի ծնունդը, ինչա որոշել անի, որոշել այն նանե սոսե նանեյա այդ ալկաշ ագարտին, այս փնթի բոզին,
հանեկցելա կաչի ասած պերեդավո որ հելի դոգին գրլի հանրային ձայնին ասած մբլանոս դեստեն եւ այլն որ ինչի ինքը վաղը բոյկոտամա կամ չի բոյկոտում քաղաքապետի նիստը քաղաքապետարանի մենք լավն ենք դոգը վատնա ու այս ալկագալիչկան Ես նան է սոս է նան ով այս ղաղբիցան ու ես անգամ չգիտեմ են անի խաչատրան կար անի խաչատրան այս բան երաշտության տակ 18 մնե ուժը պիտի հանվի վաղը նստի սրա քիթու բենի եթե ուզում ես իա դիվանագիտական անձնագիրը երկարացնեմ Ես նան է սոս է նան է դուդասուդա կամ սասի սոսի եւ այլն են ալկաշ բոմշ Մարդիկ կան որ վիզ են դնում ընկնեն մի հատ լավ ավտոյի տակ որ փող քերեն Հիմա էս էլ վիզա դրե ընկնի հանրային ձայնի Վարդան Ղուկասյանի ոտերի տակ որ ռեյտինգ ձեռք բերի մթոմ ինքը պատրիոտ կնի գա Ելույթ ունեցել էֆիրը գցել են TikTok, MikTok եւ այլն Հիմա մարդ ով ուզում է փող քերի Այսպես համեմատական ազգացնենք հարգելի ժողովուրդ Ինքը պիտի Ինչ մեքենայի տակ ընկնի Խոմ չի գնա իանքցի Ջանոյի Մոսկվիչի տակ Իշ 412 Ինքը պիտի ընկնի Յաշկիկի տակ Մայբախի, Բենթլիի, Ռոլս-Ռոյսի Հիմա չէ որ փող կարանա քերի 06-ի տակում չի տանգնի Հիմա ես Սասի նոնա սասի նոնայա նանե էջկարի գլոխա Հիմա եսի որպեսի քաղաքական դեպ դառնա ասի տեսեք Իմ մասին ով խոսած մեծն Վարդան Ղուկասյանը հելելա ասում է հանրային ձայնը աղբանոցա մաղբանոցա էսա էնա այ լավակունած դա հազարական ներողություն ով ես դու ինչ ասում իմ հետին որով ասում գնացել նստել Ամերիկա բայց ռուսական համարաձեռը Սենց նախադասություն օգտագործողը, սենց մտքի թռիչք ունեցող մարդը, դարել է ավականու անդամ ու փորձում է կեղտ բռնել Վարդան Ղուկասյանի վրա։ Ասում է գնաց է նստել է Ամերիկա, իբր թե, բայց ձեռը ռուսական համար է։ Այսինքն, այս կինը անգամ չգիտի, որ հեռախոսահամարով, այս ռուսական WhatsApp-ով, ուզում ես գնա նստի Ճապոնիա։ Եթե ինտերնետ կա, ուրեմն WhatsApp էլ կա։ Մարդիկ Հայաստանից որ գնում են Ամերիկա, իրանց հեռախոսահամարի ինտերնետը չի աշխատում։ Մեռնում է։ Ու սա հելելա քաղաքական անալիզա անը։ Ուզում ասի ես քաղաքական գործի չէ, ինձ լսեք։ Վարդան Ղուկասյանը Նիկոլականա։ Մեկն էլ էր մի որոշ ժամանակ առաջ, հելե երակները պատրելով ասում էր Վարդան Ղուկասյանը Նիկոլականա, դուք Նիկոլ եք, լավ տղեկ եք, բան ասում եւ այլն եւ այլն։ Եթե այդ լավ տղեկը երկրի լավը անիցել են, բա պիտի ասվի։ Էսի նույնը ոնց որ Քավարատիկո բոզի տղեն արձականցան։ Վեկալելա հերախոսի համարի մեջ մի հատ լրիվ անծանոթ համար, անկապ համար, վրեն գրելա Վարդան Ղուկասյան, դոկ։ Ու ասում է, էսի Վարդան Ղուկասյանի համարն է։ Էդի նույնը ոնց որ ես հիմա վեկալ եմ ինչ որ հեռախոսահամար վրան գրեմ Բայդեն եւ սուստամ ասեմ սա Բայդենի հեռախոսահամարն է տեսեք ինձ Բայդենը գրել է ահա նման հիմքով էլ Վարդան Ղուկասյանի վրա հարուցել են քերական գործ անկապ համարից հիմա սա է ասում ինչ ասում Սխալները ուղղելու բացահայտ պայքարի դուրս եկել մեր ղեկավարը ԿՊ-ի դեմ Սխալները ուղղելու թևավոր գանդոնը Ուրա թևավոր գանդոնի բացահայտ պայքարը Բացահայտ պայքար տանողին տանեմ կողմ են քնչական կոմիտե կոֆե հյուրասիրում հանում են ասում են գնա Բացահայտ պայքար մաղողին քիթ ու բերանը ջարդն ծխում են, տանեմ կողմ են բերդ։ Ոնց որ արեցին հանրային ձայնի ժողովրդի հետ։ Այնտեղ էլ են հայտարարել են, որ Վարդան Ղուկասյանի քույրերին թողել են։ Մեռանք ասելով Վարդան Ղուկասյանը քույր չունի։
Վարդան Ղուկասյանի մերը միանգամ մտեց ծննդատուն։ Ապրիլի 24, ծնվել են 25-ին։ Իսկ այդ մարդկանց հետ թողել է, որովհետև հիմք չեղե։ Նախ չենել կարա ինչի է պիտի բռնեին, այդտենց ծննել հետուն ասողները պիտի վաղուց կալանավորացնեն, որ ստեն դե զանգում ասում են միատլացա, այս համարնում նա, էսիում նա, էսին են ցավ։ Չեն թողել տնային կալանք։ Ու շեշտեն, որ ոչ մի բան չէին արել, ոչ մեկ ոչ մի բան չարել հանրային ձայնից։ Ու հիմա ասում է հելել ենք բացահայտ պայքարի, ուզում ենք փրկենք Երևանը։ Նույն թեվավոր Անդոն դուրս եկե բացահայտ պայքարի, ուզում էր փրկել Արցախը։ Հել անժողովուրդը լսվան փողոց, եկան լսվան հրապարակ։ Վարդան Ղուկասյան ասում էր մի գնացեք, այս բոզի տղեն ձեզ ֆրցնմա, ասին ոնց թե, Վարդան Ղուկասյանը խափմա։ Մենք եթե մենք Նիկոլ պիտի ծծցնենք, ասի լավ գնացեք, եթե կծծցնեք կուրախանաք, եթե ձեզ թույլ տան։ Վազգեն Մանուկյան, Իշխան, Բեղլու, բոզի տղեկով, խաղալով ժողովրդի էմոցիաների հետ, քսի տվին կառավարության շենքի վրեն, իանք թրան, ջայլները տվին շուշամուշա ջարդին, գմպի կցին, մի քանի օկու տարան տպին հիվանդանոց, ասկի պերեդաչի չտարանեն, 18 տարեկան են Ղարաբաղցու երեխուն, ես եմ տարե, հարու քանի հոգու տարան կողին ծակը, մերան կասելով այդ հարու քանի հոգուն մի հատ տուլիկ տարել եք ոչ, ինչ էր ասում թևավորը, մեկ պրովոկացա չպիտի անենք, ագրեսիա չպիտի լինի, Ռուսաստանից ես խոսում, ագարկա, փնթի բոզ, թեվավոր գյոթդ գնաց հասավ ռուսական հեռուստաընկերություն, հելավ ռուսական պետական հեռուստաընկերության Նիկոլի մորը ծծրեց, ու հելավ եկավ։ Ոչ ռուսական հեռուստաընկերությունը փագին Հայաստանում, ոչ թեվավոր գյոթին ծծրին, բայց թեվարթա Ղուկաս, բավորիս մյոթ հետ նույն Օլգա Սկաբեևա, կամ չգիտեմ ընդ ինչ են մյուսներ բավ Վարդան Ղուկասյանի ռուսական էֆիրներով խոստան, բախի չեն տալը, հա? Սա ռուսական համարով գնաց է նստել Ամերիկա, իբր թե Ամերիկա, ու էսի հելելա խոսում է քաղաքականությունից, այս ալկագալի չկան։ Ուզում է ժողովրդին բացատրեի, որ Վարդան Ղուկասյանը կամ չգիտեմ ինչը Նիկոլականն են։ Քանի ամիսա ձևավորված է Երևանի քաղաքապետարանը։ Մի հատ վաղը պոռնիկի ծնունդ ու քո գախպի տղա հովանավոր Մեսրոպը, որ քեզ բրթելա որ ընկնես Մայբախի տակ։ Մաղ ավականունիստա, հել մի հատ ավականունիստով հաշվետվություն տուր։ Հաշվետվություն տուր քո ընտրողին, թե դու այս 3-4 ամսվա մեջ ինչ ես արել Երևանցու համար։ Լիֆտ ես, որ մի լիֆտի հետքով ես գնացել, ոչ մի զիբիլի, որ մի բանը, ծերի խնամքի, որ մի մանկատան, որ մի փողոցի հազանգի, որի հետքով ես գնացել։ Ինչ եք արել այդ թևավոր գյոթերով, որ եկել լսվել եք Երևանի քաղաքապետարան։ Ինչ մի հատ դիմումի հետքով գնացել եք, մի հատ դիմումի լուծում տվել եք։ Դրա մասին վաղը հել հաշվետվություն, դու էլ տուր հանրային ձայն էլ թոտա։ Հել տենանք ով է ինչ արել Երևանցու համար, էդ դույ կարմիր գծեր, դեղին գծեր, կապուտ գծեր, ձեր նման բոզի տղեկն են բերե մցել է։ Ձեր նման դուք բերի կարմիր գծերը, պատիկ ժողովրդի գլխին ես, չտես բոզի տղեկներ, որ պաբում կոֆեի փող չունեին պակելու, հիմա ասում եմ կարմիր գծերը թանկացնում եմ։ Դառնում է 100 քանի հազարից 100 քանի հազար դրամ, 160,000 դրամ տարեկան եւ այլն։ Ասում եմ, եթե գնաց քվորումը ապահովելու 5 տարի է Քոշարանական թայֆեն պարլամենտում լծված է, բոյկոտ, հետո, այս 5 տարի ասում եք մանդատների խմբակցությունից դուրս եկեք, առաջացեք սահմանադրական ճգնաժամ, գնանք նոր ընտրությունների, ռազ դուք այդքան լավն եք, թող ժողովուրդը ձեզ ընտրախ բեր, չեն եթեմ, Ղարաբաղ էլ հանձնեց, հողեր էլ հանձնեց, պատերազմ էլ ոչ եմ կրվա, ասում ենք ախպեր, կոալիցիա հետ խմբակցությունից դուրս եկեք, մանդատները դրեք առաջ մի գնացեք, ասում որ ընդդիմություն չլինի, քաղաքապետարանը թկմա փեդի։ Ահա, նույն բանը պարլամենտում է։
Դες արեք, որ ընդդիմություն չլնի, պարլամենտ չլնի, գնանք նոր ընտրություններ, բախի չի գանան։ Ասես ուրեմն կարմիր գծերը եղան, Արցախի, բանակի, երկրի, պետականության ալանթալանի չափ չելա, այ թևավոր բոզի տաղա։ Ես հրապարակայնորեն ասում եմ համարդ ղրգի, ես քեզ զանգեմ։ Ով գիտի Թևանյան Անդրանիկի հեռախոսամարը, խնդրում եմ ստեղ գրեք։ Ես հիմա եկալ եմ զանգեմ դրան։ Իմ հաչը զանգողը բոզի տղա է։ Կանիլը։ Դու Թևանյան Անդոյի հեռախոսի համարն ունես։ Հնյատ նայի։ Ասա։ Հələ ասա։ 091 հետո։ Ահա։ Բայց սա հաստատ է համարնա մի տեսակ միա դու զադ նո կարաս կապնվես է դրանց որևիցե մեկնումեկիտ ասես մի հատ Թևանյանի հետ համարը տվեք լավ սրանով զանգենք լավ Battery 70%. Connected to Galaxy S22 Ultra. 374 91 411 730 ասում են Թևանյանի համարն է Ես եմ զանգում առանց ինչ-որ մարդ բրթելու առաջի պլան Call ended. Անջատին Մի հատ է զանգեմ, լավ, չենք մեռնի Ով գիտի Թևանյան Անդոյի համարը թող Համարը տխալ է, կամ ոչ լավը Անջատեց Number you tried is either wrong or incomplete Call ended. Հիմա ես մարդ եմ, չէ, ես էլ եմ մարդ Ես էլ ունեմ ինքնասիրություն, արժանապատվություն, ինչպես ցանկացած մարդ, կապ չունի, դա հիմա Թևանյան կլինի, Պողոս, ցանկացած մարդ ունի ինքնասիրություն։ Բանը դեմի հարևանը չի ճանաչում իրանք ինչ որ եթե միտեղ մի հատ ինչ որ կլիպի մեջ, ֆիլմի մեջ, երկրորդական դերում, ինչեր են սուրպրիզ, մուրպրիզ, տես բաներում նկարվում են, վերջ, արդեն իրանք բանը զապատնոյա հանրային տրանսպորտից օգտվելը, ոնց թե ինքը խաղացել է, իրան ինչ որ մեկը տեսել է, կարող է ճանաչի, որ ինքը երթևեկում է մարշրուտկով։ Ատենց է, չէ՞, դերասանների մոտ։ Հիմա Վարդան Ղուկասյանին չկա մի հատ դպրոցական երեխա, դաժե դպրոցական, դաժե մանգոյի երեխա, որ քֆուր տվող ձայձային չճանաչի։ Այսինքն Թևանյան Անդոն որովել ռում կծի, Վարդան Ղուկասյանի չափ ճանաչողականություն չունի։ Այսօր Վարդան Ղուկասյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, այսինքն նույն լեվելի վրա են, որ սաղ գիտեն, հələ կարող է Ռոբիկի երեխեքը չիմը, էլ ոչ էլ իմանան, թե Ռոբիկն ով է, բայց Վարդան Ղուկասյանին գիտեն։ Եվ եթե ընկեր Թևանյան Անդոն ինչ-որ մի բան ուզում է անի, իբր թե նիստից նիստ, տարվա մեջ երկու անգամ բոյկոտ, դու պիտի ուզես թե չուզես։ Կամ մարտահաճա, սիրելի է, հաճելի է, փորձես կապնվել։
տվյալ քաղաքական ուժի ղեկավարի հետ։ Ասել պարոն Ղուկասյան, բարև ձեզ։ Մենք ձեզ բան ենք ուզում անենք։ Դուք սա ճիշտ եք համարում, թե սխալ։ Մեզ կմիանաք, թե ոչ։ Հիմա վաղը հանրային ձայնը կբոյկոտի, թե չի բոյկոտի, սա կմնա սուրպրիզ։ Ավականին տեղում թող կողմնորոշվի։ Ես արդեն ուղղությունները տվել եմ, ինչի դեպքում ոնց ինչ եւ այլն։ Իսկ վերցնել բոմժ ալկոգոլիկներին բրթել առաջի պլան ու ասել գնանքի ящիկի տակ կամ մայբախի տակ համել կդառնաս ճանաչված ու Վարդան Ղուկասյանը պիտի մտներ սոսին շիներ եսիմին լրփնար գժվել խելրել չշատի զոր ես օխում երկան եմ միամիջ եմ ամեն մի շարքային ագարկի վրա ալկոգոլիկի կին ալկոգոլիկ женский алкоголизм неизлечим միանշան եթե տղամարդունը բուժում է կանգանը ոչ մտնել խոսալ լրփնալ ու մտնել խոսալ բան հայրենասիրությունից պետականամետությունից որ գիտեք ինչ երկիրը պիտի փրկենք էս պիտի անենք այն պիտի անենք Ռոզա Ծառուկյանի ձեռից մի կիլո մեղր կաշառք վեկալող կամ լավություն ենք անեմ ան դոգին գրլի ինձ հետա քերա գագո կարող է մամա տա մի կիլո մեղր տվեց նանե սոսե նարին ասելա ֆասնա կալբաս իսկ ես Մեսրոպ բոզի տղեն թևավոր անդոյի ֆրակցիայի մեջ որ կա որը մի քանի հատ մասնավոր հիդրոէլեկտրոկայան ունի հələ մեկը դրան բայդ հարցնի հեծերով քերական գործավեր են հարուցած բոզի տղայիդ հեծերը մամայի դլոյի միջից էս դուրս բերե որտեղից բա Վարդան Ղուկասյանը մի հատ բուտկա խիչ ունի հա Սաղդ կամ հեծ ունեք, կամ շենքեր ունեք, կամ բիզնեսմեր ունեք, Վարդան Ղուկասյանը ինչի չունի, ոչ հեծ, ոչ բուտկա, ոչ են։ Հարց։ Ուր էր աշխարհի որտերն էլ լլում են, որտեղ, բայց լլում եմ, չգիտեմ, թափով այրոպորտից կամ հասնեմ Քյամբախից, որ կարողանամ էֆիր տամ։ Ժողովրդի խնդիրները բարձրաձայնելով։ Ու հիմա հելել են ասում կարմիր գծերով երևանցիների սենց, երևանցիներին ընենց։ Ղարաբաղ կորցրինք Հայաստանի են հողերից վեկալան բոզի տղեկը դուք ոչի բան չարիք։ Հիմա մեկը դուք հիշել եք, ստեղ հարցը ձեր համար կարմիր գծելը չի, ստեղ հարցը հանրային ձայնին կծելն է, ատամ կծելն է։ Ասում են վաղը հելեք հաշվետվություն տվեք, ինչ եք արել 2-3 ամսվա մեջ, Ես հանրային ձայնի ավականու կատարած աշխատանքը առանձին թուղթ ու թանակով կներկայացնեմ հաշվետվությունը երևանցիներին։ Անդեղ եւս կա 4 կուսակցություն, այդ 4 կուսակցությունները թող հաթաթ իրանց կատարած աշխատանքը ներկայացնեն երևանցիներին, թե ինչեր են արել 4 ամսվա մեջ։ Իսկ վերաբերում այն բանին կլոունի եւ այս թևավորին, որ բացի գալ իրար լավ շինելուց ու թողել էթալուց, ոչ մի բան չեն արել։ Ուզում է ռուսական բան խելի շփի վրես հետ կսմա ռուսական համարով Ամերիկայա նստած մտում ագար կա քո բոզի տղեն գնաց ռուսական հմեկով Նիկոլի տունը ծծրեց արա աշխարհով մեկ մեզի խատարակարեց հետ եկավ ես արի այդ ռուսիա агент հիմա ես եմ թե դուք հա Բա ռուսիա agent մի հատ ինչի մի հատ էֆիր ռուսը Վարդան Ղուկասյան ինչի տալը ինչի մի հատ Pravda թերթով Վարդան Ղուկասյանից ինտերվյու չեն վեկալը Կամ որ ասենք թե բոյկոտիր, մինիստ բոյկոտիր, բա հաջորդը կամ բոյկոտիր, բյուջեն չանցավ Այն 20 միլիարդ դրացուցիչ գումարը, որ ես բոզի տղեն պիտի տա քաղաքապետարանին, չանցավ Ու եկող տարի փողոցները չաշխատապատվեցին, էնի չարվեց, ասում եմ բյուջետ չունեմ Հետո, ատից երևանցին օգտվում է, թե ոչ Հարց Թե
խառնվել եք յալ կարմիր գծերի անվան տակ անհանգստացած եք ձեր գիշերային օբյեկտների վարձավճարի թանկացմամբ, որ կրկնակի անգամ գիշերային բիզնես ծավալելու համար բաները թանկանում են, լիցենզիան, այդ ձեր գիշերային ակումբներն ու ռեստորանները, այդ որ մի հարիվը գիշերային ակումբ ունի, որ մի հարիվը մերցման կենտրոն ունի, ինչքան մերցման կենտրոն կա լրիվ ժաշտալու բուն է, այդ որ մի հարիվը բար ու ռեստորան գիշերային ունի, ստիպտիզ կլուբ ունի, որ մի հասարակահաղաքացին, ոչ մեկ, կամ որ մի աշխատող մարդը կարայան թուրտա, ժամը 12-ից հետո հլնետա բան, կլուբը, սաղ կլուբները ձերն են, սաղ, դաշնակներ, օրինացներ, հանրապետականներ, թե դրա համար եք անհանգստացած մահանա կարմիր գծերը, ես ասել եմ այդ կլուբների բանը լիցենզիա ոչ թե պիտի կրկնակի տասնապատիկ թանկացնել նախույժ կարմիր գծեր չբերեք չմծնեիք այդ օրենքը իսկ կարմիր գծերի հետ կապված այո եթե լինի քվեարկություն քվեարկելու ենք դեմ Իսկ են որ ասում թե մենք քիչ ենք, իսկ ով ասես որ դուք քիչ եք։ Ինչի Երևանցին գնում Վազգենի քվորը ընտրում որպես ընդդիմություն։ Վազգենի քուրը կանավազից ես բան եմ, չի ընդդիմադիր եմ։ Խնդրեմ գնաց կազմես կոալիցիա։ Իսկ ես ինչ որ ես ով այս M Սիրակ Նիկոլ երկուսես դու հերիկ ազգի մոզգշինես այ բանը պրոյեկտ Նիկոլ երկուսը քունի մամատ բոզի տղա Նիկոլ երկուսը Բա դու ինչ ես ղախպի ծնունդ Իսկ ինչ վերաբերում է վաղվան վաղը սպասում է սուրպրիզ Վաղը առավոտյան ժամը 10:00-ին եթերում է Երևանն է խոսում։ Իսկ բոլոր ռոբիկականներին, սերժականներին, նիկոլականներին ես մի բառով ասում եմ ամբողջ ազգը ծծցնի ձեր տունու տեղը։ Ես ձեր բոլորին վառելու եմ։ Իսկ եթե որևիցե մեկին էլ դուր է գալի, որ ես Նիկոլի ընտանիքը ծծցնում եմ, ու ասում դու նիկոլական ես, ես նույն ձև էլ ծծցնում եմ քո ընտանիքը, բոզի տղա։ Եղավ, ղախպի տղեկ։ Դուք դες գրեք, այսպես գրեք, այսօր այսքանը, շնորհակալություն, հաջողություն։